Պարոն Խոջյան, գործընկերս քիչ առաջ ասեց կարկուտի եւ դրա հետևանքով տուժած մեր հարավոր քաղաքացիների խնդիրների մասին, ես ուզում եմ նաեւ ձեր ասածին շարունակությունը ապահովագրական ընկերությունները հրաժարվում են մարդկանց հետ պայմանագիր կնքել, սա արդեն մասսայական է, բազմաթիվ դիմումներ ենք ստանում, երբ որ մեր հայրենակիցները իրավացի վրդովված են, որ պայմանագիր չեն կնքում, քիչ չէ պայմանագիր չեն կնքում, շատ տեղերում է, որ կարկուտից տուժում են մեր հայրենակիցները, այդտեղ վնասի գնահատում չեն իրականացնում, ես եթե պետք է նաև կուղարկեմ ձեզ այդ տվյալները, որտեղ որ չեն իրականացնում, հիմա մարդը կանգնում է փաստի առաջ, ապահովագրական ընկերությունը հրաժարվում է պայմանագիր կնքելուց, կարկուտը գալիս է 100% իր եղած չեղած ուրեմն բան անում, ջարդում է, այս մարդը վարկային պարտավորություններ ունի, չի կարողանում իր վարկային պարտավորությունները կատարի ու սննկացման է գնում։ Հիմա մենք պիտի ձեռ բռնենք այդ մարդկանց։ Այսինքն եւ այստեղ պետությունը անելիք ունի։ Եթե կոնկրետ մենք էլ օրենսդրական ինչ որ աշխատանքներ պիտի անենք, այս առումով պիտի անենք, մենակ չթողենք այդ մարդկանց։ Եվ հարցս հետեւյալն է, էլի արդյոք դուք վերջնական գնահատում արեք եւ այս ընթացքում գոնե որոշ փոխհատուցումներ, եթե ասել եք չեմ լսել, ներողություն եմ խնդրում, տրվել են մարդկանց եւ ինչքան կոնկրետ թվերով, կարաք ասեք, այսքան մարդկանց տվել են։ Եվ երկրորդ հարցս կապված է կոնյակագործության հետ։ Բազմաթիվ անգամներ ստեղից հնչեցրել են, որ այդ ոլորտը բացի թողի վիճակում է եւ շատ մեծ խնդիրների առջեւ է կանգնած։ Գիտեք, խնդրի մասին չեմ ուզում նորից էլի ներկայացնեմ, կապված Վրաստանում այնտեղ նաեւ մեր բեռնատարների կան, այս ուղղությամբ ինչ որ աշխատանքներ արվում են, ինչ սպասեն, այ հիմա մեզ լսող կոնյակագործները, խաղաղագործները, ինչ սպասեն։ Շնորհակալ եմ։ Ընտրեմ պարոն Խոջյան։ Շնորհակալություն պարոն Դանիելյան։ Ես մի փոքր անդրադարձ կատարեցի կարգտահարության դեպքերի հետ կապված եւ իմ խոսքում նշեցի արդեն, որ իրականացել է գնահատում։ Գնահատումը նաեւ շարունակական է, որովհետեւ կարկուտը դեռ շարունակում է տեղալ։ Ընդհանուր առմամբ այս պահին, որը որ մենք արձանագրել ենք, կարգտահարված հեկտարները 8740-ի մասին է խոսքը գնում։ Սակայն կան հեկտարներ, որոնք որ 20-ից 30% է կարգտահարումը, կան տարածքներ, որտեղ որ 70-ից 90% է կարգտահարումը եւ որոշ արձանագրումներ ունենք, որտեղ որ գրված է 100% կարգտահարություններ։ Եվ իհարկե այս մասով մենք ես նշեցի արդեն, որ արդեն իրականացված են խորհրդակցություններ, բավականին ընդլայնված կազմով խորհրդակցություններ, արձանագրված է ընդհանուր առմամբ մոտեցումները, որը որ պետք է իրականացվի, այն ինչ որ վերաբերում է ապահովագրական ընկերություններին, մեզ համար դա նորություն չէ։ Մենք 2025 թվականին ակնկալում ենք, որ ապահովագրական ընկերությունները որոշակի զսպվածություն ունենալու են, որովհետև հիմա կենտրոնական բանկի հետ համատեղ նաև միջազգային գործընկերների այն մեխանիզմներն են հիմնարար ստեղծվում, որպեսզի հետագայում մենք ունենանք ավելի կայուն եւ դիմակայուն համակարգ այս հարցի շուրջ, որովհետեւ ընդհանուր առմամբ եթե մենք նայում ենք ամբողջ աշխարհին, տեսնում ենք, որ ոչ միայն ապահովագրական գյուղատնտեսության ապահովագրությունը Հայաստանի Հանրապետությունում ունի խնդիր, այլ աշխարհի բազմաթիվ երկրներում այն առերեսվում է խնդրին եւ դա պայմանավորված է բնակլիմայական պայմանների փոփոխությամբ։ Եթե կարկուտը ինչ որ մի ժամանակ առաջ ռիսկ էր, որը որ ժամանակ առ ժամանակ տեղում է, հիմա այն դարձել է կրկնվող աղետ։ Եվ այստեղ շարունակաբար պետք է ասեմ, որ մենք նաև իրականացրեցինք այդ հակակարգտային ցանցերի նաև ներդրման աջակցության ծրագիրը, մեկնարկեցինք եւ կարծում ենք, որ նմանատիպ գործիքների միջոցով մենք կկարողանանք այն ոչ միայն վնասների, ոչ միայն ծախսերի փոխհատուցում իրականացնենք, այլ այդ գործիքների ներդրման միջոցով կկարողանանք բերքը պաշտպանել, որովհետեւ մեր նպատակը գյուղատնտեսության ոլորտում ոչ միայն ֆերմերի ծախսի փոխհատուցումն է, այլ ընդհանուր բերքը ունենան, որպեսզի բերքը մտնի նաև տնտեսություն եւ բարություն բերի նաև մեր ֆերմերային տնտեսությունին։ Քանի որ կարկուտը նաև շարունակական է, այս մասով պետք է ասեմ, որ մենք այս պահին դեռ զսպվածություն ենք սահմանել մինչև հունիսի 20-25-ը ամբողջական պատկերը ունենալուց հետո նոր արդեն առաջարկով կգանք, բայց հիմքում դրված է այն ծախսային գնահատականը, որը որ ապահովագրական համակարգում գործել է։